Բարի եւ օրհնյալ առավոտ սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով ես օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Ես Տիրոջ ողորմությունը, շնորհն եմ կանչում յուրաքանչյուրիս վրա, որտեղ նրա շնորհն ու ողորմությունը նորանում են ամեն օր։ Թող ողորմություն անի ու մենք հասկանանք, որ մենք չարհամարենք Աստծո բարությունը, Աստծո գթությունը, որտեղ Աստծո բարության նպատակը մեզ ապաշխարության բերելու համար է։ Թող ապաշխարության հոգին, ճշմարտության հոգին, խոնարհության իմաստության հոգին իջնի մեզ վրա եւ օգնի մեզ, դրդի մեզ, առաջնորդի մեզ ապաշխարության դարձի, որպեսզի մենք դառնանք Աստծուն, ամբողջովին նվիրվենք նրան դարձնենք մեր կյանքի նպատակը եւ կենտրոնը, որտեղ կյանքի նպատակը Հիսուս Քրիստոսին ճանաչելն է, նրա հետ հարաբերվելն է, նրա հետ միավորվելն է։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա վերադառնում ենք Հռոմեացիների նամակի ընթերցանության մեկնաբանությանը ըստ իմ հովիվ Էբո Էսելի։ Խոսելու ենք այսօր Հռոմեացիների առաջին նամակի 11-ից 12-րդ խոսքերի մասին, որտեղ Պողոս առաքյալը ասում է Հռոմի եկեղեցուն այցելելու մասին, որովհետև շատ եմ փափագում ձեզ տեսնել, որպեսզի ձեզ հոգևոր մի շնորհ մատուցեմ, ձեզ ամրացնելու համար, որպեսզի ձեզ հետ եւ ձեզ մոտ սփոփվեմ իմ եւ ձեր միասնական հավատի միջոցով։ Պողոսը մեծ սիրով եւ ուժգին ցանկությամբ ուզում էր այցելել Հռոմի եկեղեցուն։ Նա սիրում էր հավատացյալներին, նա սիրում էր Աստծո եկեղեցին։ Եվ եթե մենք ասում ենք մենք քրիստոնյա ենք, մենք նույնպես պետք է սիրենք հավատացյալներին եւ եկեղեցին։ Ոչ միայն մեր երկրի եկեղեցին, ոչ միայն այն եկեղեցին, որտեղ մենք գնում ենք, այլ Աստծո ամբողջական եկեղեցին եւ բոլոր հավատացյալներին, անկախ նրանց ազգությունից։ Չգիտեմ, թե դուք ու ես որքան ենք իրապես սիրում եկեղեցին, բայց Պողոսը մի մարդ էր, որ դեռ Հռոմում չէր եղել, բայց ասում է ես շատ եմ ցանկանում տեսնել ձեզ։ Սա ուժեղ սիրով լցված ցանկություն էր գնալ եւ հաղորդակցվել քրիստոնյաների հետ։ Գնալ ոչ թե ուտել խմելու համար, այլ այդ մարդկանց հոգևոր պարգևներ տալու եւ նրանց հետ միասին քաջալերվելու համար։ Եվ գիտենք, որ սրանք դատարկ խոսքեր չէին, որտեղ ոչ մի դժվարություն Պողոսին հետ չպահեց։ Դա Աստծո սերն էր գործում Պողոսի մեջ Աստծո եկեղեցու, Աստծո ժողովրդի հանդեպ։ Եկեք հիմա տեսնենք, թե ինչու էր Պողոսը ուզում գնալ եւ հանդիպել Հռոմի քրիստոնյաներին։ Առաջինը նա ուզում էր նրանց հետ հաղորդակցվել եւ երկրորդը նրանց ինչ-որ հոգևոր բան փոխանցել։ Նա ասում է, որպեսզի ձեզ հաղորդեմ որևէ հոգևոր պարգև ձեզ զորացնելու համար։ Հաղորդել, մատուցել բառը նշանակում է կիսել, տալ։ Նա ուզում էր գնալ այնտեղ եւ տալ նրանց այն, ինչ Աստված իրեն էր տվել։ Ինչու՞։ Որպեսզի Հռոմի քրիստոնյաները զորանան եւ որպեսզի եւ նրանք եւ Պողոսը ինքը փոխադարձաբար քաջալերվեն միմյանց հավատով։ Այստեղ շատ կարևոր միտք կա։ Երբ որ մենք հավատացյալներս հավաքվում ենք իրար հետ, նպատակը միմյանց հավատով քաջալերվելն ու զորանալն է։ Պողոսը հասկանում էր, որ ինքը ունի մի պարգև, որը պետք է կիսի։ Նա գիտակցում էր եւ ընդունում էր, որ ինքը այդ պարգևների կառավարիչն է, պահապանն է, ոչ թե սեփականատերը, որտեւ այդ պարգևները Աստված էր տվել իրեն։ Ուրեմն, երբ մենք հասկանում ենք, որ այն, ինչ Աստված մեզ տվել է, պարգև է, ապա միշտ ցանկություն կունենանք դա կիսելու ուրիշների հետ։ Այսպիսով Պողոսը գիտեր, որ այն, ինչ նա ուներ, որպես առաքյալ, Աստծուց տրված պարգև էր։ Տերը նրան կոչել էր առաքյալ լինելու համար։ Տերը
Հիսուս Քրիստոսը նրան տվել էր հայտնությունները և խորին հասկացողություն, որոնք այսօր փառք Աստծո մենք էլ ունենք Աստվածաշունչ Մատյանի միջոցով, որտեղ Պողոսի նամակները գրվել են ու փոխանցվել են մեզ։ Եվ Պողոսը գիտեր, որ պետք է կիսի դա ուրիշների հետ էլ։ Նա պետք է փոխանցեր այն, նա ոչինչ չէր սեփականացնում, նա կանչված չէր սեփականացնելու, նա կանչված էր փոխանցելու։ Յուրաքանչյուր պարգև, որ մենք ունենք, պատկանում է Տիրոջը։ Այստեղ խոսվում է հոգևոր պարգևների մասին, բայց առօրյայում մենք ունենք տաղանդներ, մենք ունենք լեզվի իմացություն, մաթեմատիկայի իմացություն, տարբեր բաներ, տաղանդներ, որ Աստված տվել է։ Այդ ամենը տրված չի մեզ համար, տրված է որպեսզի կիսվենք, մենք էլ օժտվենք, բայց դրանով էլ օժնենք։ Բայց այս դեպքում խոսքը հոգևոր պարգևների մասին է։ Երբ Աստված քեզ տալիս է հոգևոր պարգև, դու կոչված չես մարդկանցից գումար վերցնելու այդ պարգևը կիսելու նրանց տալու համար։ Ամեն ոք, ով վճար է պահանջում իր պարգևը փոխանցելու համար, հավանաբար չի հասկանում, թե ինչու է Տերը տվել այդ պարգևը։ Իսկ եթե հասկանալով է անում, ուրեմն սարսափելի մեղք է գործում։ Եթե մեկն ասում է, կաղոթեմ քո համար, գումար տուր ինձ, Աստծո խոսքը քեզ կսովորացնեմ, գումար տուր ինձ, փախեք այդ մարդկանցից։ Տերը ասաց իր աշակերտներին, ձրի ստացել եք, ձրի տվեք։ Երբ Պողոսը խոսում էր այն մասին, որ Տերը իրեն հայտնել էր ավետարանը, նա ասում է. ես ավետարանը, բարի լուրը, մարդուց չեմ ստացել, այլ Տիրոջից եմ ստացել։ Ստացել եմ, նա ասում է ստացել եմ, դրա համար չէր աշխատել, այլ ստացել էր որպես պարգև։ Քարոզելիս և ուսուցանելիս իհարկե մարդը ուսումնասիրում է, խորանում է տեքստի մեջ, փորձում է հասկանալ այն, որպեսզի օրինակ ես ձեզ հետ կիսեմ, պիտի թարգմանեմ, պիտի վստահ լինեմ, որ իմաստ կա, երկար ժամանակ ես անցկացնում ուսումնասիրելով։ Դա այն աշխատանքն է, որ անում ես թերևս, բայց որպես քարոզիչ, խոսքի ուսուցիչ, խոսքը կիսող, իրականում դա անելով դու քեզ դիրքավորում ես, որպեսզի ստանաս Աստվածաշնչյան խոսքից հասկացողություն և այն փոխանցես մարդկանց, հավատացյալներին, եկեղեցուն, անհավատին, նրանց կառուցելու համար, նրանց ճշմարտությունը փոխանցելու համար։ Այսինքն դու պարզապես ստանում ես և փոխանցում ես։ Դու չես աղբյուրը, դա քեզ չի պատկանում։ Այսպիսով Պողոսը ցանկանում էր լինել հռոմեացի քրիստոնյաների մեջ նրանց փոխանցելու հոգևոր պարգևներ, որպեսզի նրանք զորանան և որպեսզի նրանք փոխադարձաբար քաջալերվեն միմյանց հավատով։ Այստեղ խոսվում է փոխադարձ քաջալերանքի մասին։ Սա ընդգծում է փոխադարձության գաղափարը հավատացյալների մեջ Աստծո եկեղեցում։ Եկեղեցում մենք տալիս ենք Սուրբ Գրքի ճշմարտությունը, սովորեցնում ենք, փոխանցում ենք և հավատացյալները եկեղեցին, եկեղեցին շենք չի, աթոռ չի, եկեղեցին Աստծո ժողովուրդն են միասին հավաքված, ամբողջական հավատացյալները զորանում են։ Արդյունքում բոլորս միասին քաջալերվում ենք, թե տվողը, թե ստացողը։ Եթե ես այսօր ձեզ փոխանցում եմ Աստծո խոսքը և դա ձեզ զորացնում է, ես էլ եմ զորանում, տեսնելով, որ դուք զորանում եք։ Սա նաև ցույց է տալիս, որ մեզանից ոչ ոք իր պարգևի պատճառով հատուկ չի, յուրահատուկ չենք։ Քրիստոսի մարմնում, որը եկեղեցին է, հավատացյալների մեջ հատուկ մարդիկ չկան։ Քրիստոսը պարգևներ է տվել ամեն մեկին, և այդ պարգևները շնորհ են, նվեր են, որ մարդիկ կրում են։ Բայց այդ շնորհը պարգև է, այն նրանցից չի գալիս, ոչ էլ նրանց է պատկանում, ոչ էլ պետք է գործի իրենց շահի համար, այլ Աստծո նպատակների ու կամքի համար։ Ուրեմն, եթե ես այստեղ խոսում եմ, դա այն պատճառով չէ, որ իմ մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կա։
Ես պարզապես այստեղ եմ, որովհետև Տերը որոշել է, որ ես նրա մարմնի մեջ այսպիսի դեր կատարեմ, ասում է հովիվս։ Սա նշանակում է, որ նրանք, ովքեր կրում են այս պարգևները և ծառայելով փոխանցում են դրանք, նույնպես ձեր քաջալերանքի կարիքն ունեն։ Այնպես չէ, որ նրանք պարգևը փոխանցելուց հետո արդեն ոչ մի կարիք իրենք չունեն, կարծես ամեն ինչ լավ է իրենց հետ։ Ոչ, Պողոսը ասում է, ես ուզում եմ գալ, որպեսզի ձեզ փոխանցեմ հոգևոր պարգև, ձեզ զորացնելու համար, և ձեր զորանալով ես նույնպես քաջալերվեմ։ Օրինակ ես որպես նարինե, երբ որ թարգմանում եմ, սա կիսում եմ, սա ինձանից շատ ժամանակ, էներգիա է տանում, հա, չնայած արվում է Աստծո զորությամբ, բայց միևնույնն է, որպես անհատ ինձանից էներգիա է գնում։ Ես էլ ձեր քաջալերանքի կարիքն ունեմ, ոչ թե գովաբանության, ինձ փառասիրության մեղքի մեջ քաշելու համար, չէ, այլ կարիքն ունեմ, որ աղոթեք, որ Աստված զորացնի, որ կարողանամ անել, որ Աստված ինձ պահի իր ճշմարտության մեջ, որ սուտ բաներ չթարգմանեմ, փոխանցեմ։ Մենք բոլորս իրար քաջալերանքի կարիքն ունենք։ Եթե դուք չզորանաք, ես էլ չեմ քաջալերվի։ Ես ձեր քաջալերանքի կարիքն ունեմ։ Այդ պատճառով էլ գալիս եմ ձեզ զորացնելու, ասում է Պողոսը։ Սա պետք է տեղի ունենա Քրիստոսի մարմնի մեջ, հավատացյալների մեջ, եկեղեցում։ Մենք պետք է քաջալերենք միմյանց։ Բայց որպեսզի քաջալերենք միմյանց, մենք պետք է կապված լինենք միմյանց հետ։ Մենք չենք կարող քաջալերել, եթե իրար հետ չենք հավաքվում, իրար հետ չենք խոսում Աստծո խոսքի շուրջ, իրար կարիքների համար չենք աղոթում, եթե չգիտենք իրար հոգսերի մասին։ Ահա թե ինչու Սուրբ Գիրքը ասում է, որ չպետք է լքենք իրար հետ հավաքվելը, եկեղեցի գալը։ Եկեղեցի գալը հաճույքի համար չի։ Սա պատվիրան է Աստծո կողմից, որտեղ այն նպատակ ունի, որ մենք միասին լինենք, որ իրար կառուցենք, իրար օգնենք։ Եբրայեցիների նամակում ասվում է, որ մենք պետք է հավաքվենք, որպեսզի միմյանց խրախուսենք սիրո և բարի գործերի համար։ Հավատացյալների իրական կենդանի հաղորդակցությունը շատ կարևոր է։ Դա ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն։ Օրինակ կովիդի ժամանակ եկեղեցու մի մասը սկսեց մտածել, թե արդյոք մեր ֆիզիկական հավաքվելը կարևոր է։ Բայց գուցե մենք այդպես էինք մտածում, որտեղ լիովին չէինք հասկանում մեր հավաքվելու նպատակը։ Մենք չենք հավաքվում պարզապես կրոնավոր ծես անելու համար, կամ ինքներս մեզ զվարճացնելու համար, կամ միայն ընկերության համար, որ մենակ չլինենք։ Մենք հավաքվում ենք 3 կարևոր նպատակով, որպեսզի միմյանց խրախուսենք սիրո և բարի գործերի մեջ, քաջալերենք միմյանց, կառուցենք միմյանց, հաստատվենք Աստծո խոսքի մեջ և Աստծո սիրո մեջ։ Սա այն գործընթացն է, որով Սուրբ Հոգին կառուցում է եկեղեցին, կառուցում է Աստծո ժողովրդին։ Այդ պատճառով մեր միասին հավաքվելը կլինի թե Աստծուն երգով փառաբանելու համար, թե հանրային վկայությունների համար, Աստծո գործերը մեր կյանքում հանրային վկայելու համար, թե ավետարանի հռչակման համար, թե քարոզչության և ուսուցման համար, թե իրար հետ հաց կիսելու համար, բոլորը նպատակ ունեն միմյանց կառուցելու և քաջալերելու։ Եթե նայենք վաղ եկեղեցում, կտեսնենք, որ նրանք հաճախակի էին հանդիպում, ամեն օր, ուստի մենք պետք է ճանապարհ գտնենք շարունակաբար կապի մեջ մնալու միմյանց հետ։ Ահա թե ինչու եկեղեցում հաստատվելուց ոչ միայն պետք է եկեղեցու անդամ լինես, այլ եկեղեցիները ունեն նաև փոքր խմբեր, որտեղ փոքր թվով մարդիկ իրար հետ հավաքվում են կապի մեջ, Աստծո խոսք են քննարկում, աղոթում են, խորը հարաբերության մեջ են մտնում իրար հետ։ Դրանք շատ կարևոր են։ Եթե դու հավատացյալ ես, բայց եկեղեցու չես պատկանում, ապա թող այս խոսքերով Աստված վերափոխի քո մտածելակերպը, և դու Աստծո կամքը կատարես և ոչ թե քոնը։ Թույլ տաս Աստված քեզ առաջնորդի և հաստատի եկեղեցում։ Չլինես համառ մեկը, որ կմտածես հավատացյալ ես, բայց քո Տիրոջ կամքին չենթարկվես։
Սա անհրաժեշտ է մեր փոխադարձ քաջալերանքի, կառուցման, միմյանց աջակցելու համար եւ Աստծո ճշմարտության մեջ մնալու համար։ Մենք ապրում ենք անհատապաշտության դարում, որտեղ մարդիկս ամեն մեկս հիմնականում մտածում ենք մեր մասին։ Հոգեբանորեն մարդկային դա բնական է դարձել։ Գուցե ամբողջությամբ մեր մեղքն էլ չէ, որովհետև մեր վրա ազդում է այն մշակույթը, որի մեջ ապրում ենք, եւ մենք ապրում ենք անհատապաշտության դարում։ Քրիստոնեության համար ամենամեծ մարտահրավերը այն պահից, երբ Հիսուսը եկավ, միշտ եղել է այն մարդկային մշակույթը, որի մեջ քրիստոնեական հավատքը մարդը գտնվում էր։ Այդ պատճառով էլ Հռոմեացիների նամակի 12-րդ գլխում Պողոսը ասում է. մի կերպարանվեք այս աշխարհին, այսինքն մի նմանվեք այս աշխարհի մտածողությանը, այս աշխարհի ապրելակերպին, այլ նորոգեք ձեր միտքը Աստծո խոսքով։ Նա խոսում է մեզ շրջապատող մշակույթի, կյանքի ձևի եւ այդ մշակույթի մեջ տարածված ապրելակերպի մասին։ Այսինքն այն ապրելակերպ, այն մտածելակերպը, որ ասում է ես մենակովս կլնեմ հավատացյալ, ես ու իմ Աստված, դա կեղծիք է, դա այս աշխարհի կեղծիքն է, ես չգիտեմ ինչ ձևով ասեմ, սիրելի մարդ, մի խապնվի, մի կերպարանվի այս աշխարհի, դու եկեղեցու կարիքն ունես։ Եվ եկեղեցին այն կատարյալ տեղը չի, որտեղ սխալներ չի լինում, ոչ, եկեղեցին հիվանդանոց է մեղավորների համար։ Եկեղեցին գնված է Աստծո արյունով, Հիսուսի արյունով է ստեղծվել եկեղեցին, որպեսզի մենք այնտեղ Տիրոջ ճշմարտության, սիրո պաշտպանության տակ լինենք եւ իրար կառուցենք եւ իրար խրատենք եւ իրար նկատողություն անենք, որպեսզի գնանք ճիշտ ճանապարհով։ Անհատապաշտության պատճառով մենք բնականաբար մտածում ենք մեր մասին, ինչ ենք անելու, ինչ ենք ուտելու, ես ու մեկ էլ իմ տունը, վերջ։ Բայց որպես Քրիստոսի մարմին, որպես եկեղեցի, որպես Աստծո ժողովուրդ, մենք պետք է միասնական մտածողություն ունենանք։ Մտածենք ոչ թե մեր շահի մասին, այլ բոլորիս մասին։ Օրինակ, մտածենք, իմ հավատքի քույրը կամ եղբայրը մենակ է ապրում։ Արդյոք այսօր նա ընտրել է։ Մենք պետք է կապված լինենք միմյանց հետ։ Այս օրերին մենք տեսնում ենք ինչ է կատարվում, պատերազմներ, Իրանի հետ կապված իրադարձությունները, արագ ամեն բան փոխվում է եւ ավելի վատանում ու գուցե ավելի վատանա։ Վարելիքի գները շատ բարձրացել են։ Մարդիկ խոսում են տնտեսական ճգնաժամի մասին եւ նման բաների մասին։ Անգլիայում մեր պրեմիեր մինիստրը խոսում է ուտելիքի սահմանափակման մասին։ Հիմա դա կլինի, թե ոչ այս պահին, չգիտենք, բայց Աստվածաշունչը մարգարեացել է, որ սով է լինելու։ Սովի գաղափարը նշանակում է, որ դաժան դժվարություններ են լինելու։ Եվ եկեղեցու մեջ Աստված ցանկանում է, որ հավատացյալները աջակցեն միմյանց։ Եվ դրա օրինակները կան Աստվածաշնչում։ Օրինակ, եթե կարդաք Գործք առաքելոցը, կտեսնեք, որ մարգարեներից մեկը այդ ժամանակ մարգարեացավ գալիք սովի մասին։ Ու այդ ժամանակ առաքյալները սկսեցին անմիջապես միջոցներ հավաքել։ Այդ մասին Պողոսը խոսում է նաև 2-րդ Կորինթացիների նամակի 8-9 գլուխներում, օրինակ բերելով մակեդոնական եկեղեցուն, որպես առատաձեռնության օրինակ։ Այնտեղ սով չկար, բայց Երուսաղեմի եկեղեցուն սովի առաջ էր կանգնած, եւ Մակեդոնիայի եկեղեցին գումար էր հավաքում հավատացյալները եւ հանձնեցին Պողոսին, որպեսզի հասցնեն Երուսաղեմ, որ ընտեղի հավատացյալները սովամահ չլինեն։ Եկեղեցու ներսում Աստված նախատեսել է, որ մենք աջակցենք միմյանց, անկախ մեր ազգությունից, անկախ այդ երկիրը եւ այդ երկրի ժողովրդի մեծամասնությունը ինչպես են վերաբերում քո երկրին։ Եթե մեր մեջ որևէ մեկը կարիքի մեջ է, դա լավ վկայություն չէ, ոչ միայն աշխարհի առաջ, այլ նաև Աստծո առաջ։ Եթե նայենք Իսրայելին, երբ նրանք հնձում էին իրենց արտերը, Աստված նրանց ասաց.
Ամբողջ բերքը մի վերցրեք, մի մասը թողեք աղքատների համար։ Ինչու՞։ Որտեվ Աստված չի ուզում, որ աղքատները չափազանց աղքատ լինեն ու ընկնեն հուսահատության մեջ։ Նա ուզում է հավասարակշռություն։ Սա է նաև 2 Կորինթացիներ 8-րդ գլխի և 9-րդ գլուխների հիմնական գաղափարը։ Այսպիսով մենք պետք է աջակցենք միմյանց։ Մենք նաև պետք է պատրաստ լինենք։ Հոգևոր պատրաստությունը ամենակարևորն է, բայց նաև գործնական պատրաստությունն է իմաստուն։ Իրավիճակները կարող են ավելի դժվարանալ և մենք պետք է պատրաստ լինենք միմյանց օգնելու համար։ Միմյանց օգնելու համար մեր սիրտը պիտի պատրաստ լինի։ Մեր սիրտը սիրով, կարեկցանքով ու գթությամբ պետք է լցված լինի։ Մենք պետք է սիրենք իրար, ոչ միայն մեզ ու մեր երեխեքին, մեր սիրելիներին, այլ բոլոր հավատացյալներին և պատրաստ լինենք այն ամենը, որ Աստված մեզ տվել է, անգամ նյութականը, իրար հետ կիսելու համար։ Մենք չպետք է լինենք մեռյալ ծով, մենակ ինձ ու ինձ, այլ մենք պետք է լինենք հոսող կենդանի գետեր, որ Աստծո օրհնությունը գա, մեզ օրհնի, բայց մեզնից էլ գնա ուրիշներին օրհնելու համար։ Օրհնվեք դուք, ես շնորհակալ եմ այսօրվա հնարավորության համար, որ Աստծո խոսքը կարող եմ ձեզ հետ կիսել, թող այն վերափոխի իմ միտքը և ձեր միտքը, դառնանք Աստծո ժողովուրդ, Աստծո ծառաներ, հաստատվենք նրա տանը, նրա ժողովուրդը լինենք, նա էլ մեր Աստվածը ու Թագավորը, Հիսուսի անունով, ամեն։